Որոշ նշաններից դատելով կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգևորականները կարծես թե որոշել են դուրս գալ, եթե քեզ ապտակում են, մյուս այտտել դեմ դուր քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։ Անցած կիրակի Հովանավանքում ֆեյք պատարակից եւ կարգալույց եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում են ներկայացվել այդ դեպքով, իսկ երեք Մայրաթորը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Մեր տեղեկություններով մի քանի օր է պահանջվել վեհապարին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովանավանքի ֆեյք պատարակի փաստով։ Եվ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախորդին ներկայացրել է դատախազություն։ Արա Զոհրաբյանը կիրակնորյա պատարակից առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին։ Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովանավանքից, որը նախատեսված է բացառապես հոգևորականների համար։ Իսկ Մայրաթորը երեք հայտարարեց, որ Հովանավանքում ծիծակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են եւ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Հեծը Տարշիր գրուպից խլելու առաջին քայլերից Ռոմանոս Պետրոսյանին ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո մոտ 1 շաբաթ անց Հեծ վերահսկողական կոմիտե անվանումով Facebook-յան էջ է բացվել, որն անդրադառնում է կառույցում եւ դրա շուրջ տիրող անցուդարձին, մասնավորապես բացահայտում է ապօրինի կառավարչի ինքնիրավչության դեպքերը։ Մենք երեք նկատեցինք, որ այդ էջն արդեն մի քանի օր է չի գործում, արգելափակված է։ Հեծ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հաստատեց մեր տեղեկությունը, նշելով, որ դա էլ է իշխանությունների ձեռքի գործը։ Սա ազատ խոսքի սահմանափակման հերթական դրսևորումն է։ Իշխանությունները կարող են արդարանալ, թե իրենք կապ չունեն, Facebook-ն է փակել, սակայն մեր ճշտումների արդյունքում պարզել ենք, որ էջն արգելափակվել է բարձր մակարդակով բողոքներ, Facebook-ի ադմինիստրացիայի ռիպորտներ ուղարկելու արդյունքում։ Այդ էջով էին ներկայացվում իրենց բոլոր ստերը եւ ճշմարտությունը հրամցնում ժողովրդին, որն արդեն քանի օր է իսկապես չի գործում։ Էջմիածնի համայնքապետի ԿՊԱ-ական տեխնացու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է։ Նրան մերձ շրջապատից պատմում են, որ մեղմ է ասել, թե տեխնացուն ծանր է տանում մեղադրանքները, թե ինքն իր հոր գաղափարներին է դավաճանել։ Ըստ մեր աղբյուրի նա մեծ հաճույքով քարոզարշավին չէր մասնակցի, որ ամեն քայլափոխի չլսեր հոր պատգամն ուրանալու մասին հիշեցումները։ Մեխակյանի հայրը Մեխակ Մեխակյանը Արցախն ազատագրած հերոս հրամանատարներից էր, իսկ որդին ու իր թիմակիցները Արցախն ուրացողներն ու հանձնողներն են։ Հայրն անգամ պատգամել է, որդից թող զոհվի Վանում, թորս մեծ հայքի վերջին գավառում, իսկ Արգիշտե Մեխակյանի թիմն ու առաջնորդն այսօր մերժում են մեր պատմական հայրենիքը եւ անգամ Արցախը։ Մեզ ասացին, որ վաղաշաբաթի քարոզարշավի ողջ ծանրությունն իր վրա է վերցրել ՏԿ նախարար Դավիթ Խուդարյանը։ Նրա բուքսիրի դերը ստանձնել է Արմավեի նորանշանակ մարզպետը Մեծամորի նախկին համայնքապետը։ Այս ընթացքում Խուդարյանը պետական դոտացիաներն ուղղում է հենց վաղաշաբաթին ու հարակից համայնքներին եւ ուղակի կաշվից դուրս է գալիս հաղթանակի համար։ Պետական բյուջեից նաև գումարներ են ծախսվում ճաշկերույթների պատվիրակություններ ընդունելու համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էին կարել 2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքան գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1.39 միլիոն դրամ, կենաց հաց ՍՊ 367 000 դրամ, լաստիվեր ՍՊ 272 000 դրամ, Նարինե Ադամյան ԱԾ 400 000 դրամ։